Կարծես թե դարձել եմ ես տուն, բոլորն առաջվանն է կրկին։ Նորից դու հին տեղը նստում, շարժում ես իլիկը մեր հին։ Մանում ու հեքիաթ ես ասում, մանում ես անվերջ ու արագ։ Սիրում եմ պարսկա քո լեզուն, ձեռներդ մաշված ու բարակ։ Նայում եմ միջև որ անզոր, գլուխս ծնկիտ է թեքվում։ Նորից ես մանուկ եմ այսօր, դրախտ է նորից իմ հոգում։ Արևը հանգչում է հեռվում, գետից բարձրանում է մշուշ, հեքիաթդ անվերջ օրորում, իլիկդ խոսում է անուշ։ Չէի կարող դիմանալ եւ Վահան Տերյանի հերոսին տուն վերադարձնող այս ճկնաղ բանաստեղծությունը չընթերցել ամբողջությամբ։ Վերադարձը տուն, հայրենիք, մանկություն, գրականության ամենասիրելի թեմաներից եւ մոտիվներից է։ Իհարկե հերոսները ամեն յուրաքանչյուր դեպքում տարբեր տներ են վերադառնում եւ այսօր մենք էլ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ զուգահեռ փորձելու ենք նրանց հետ վերադառնալ նրանց տներ եւ պարզել թե ինչու են վերադառնում, որն է շարժառիթը եւ ինչ է տալիս սա գրականությանը։ Ողջույն Արքմենիկ։ Ես էլ հուզմունքով ընթերցեցի այս բանաստեղծությունը, որը սովորաբար ներկայացում է որպես նոր մասին բանաստեղծություն, մենք այդպես էլ ընկալում ենք, բայց եթե այս վերադարձի համատեքստում ենք դիտում, ուր է վերադառնում Վահան Տերյանի այս բանաստեղծության քնարական հերոսը, մոր գիրկը իհարկե, մանկության հեքիաթը, իլիկը այստեղ այդ ժամանակի մեքենան է կարծես, որ նրա վերադարձնում է, եւ բայց էլի շատ տեղեր է գուցե վերադառնում։ Իսկապես շատ տեղեր է, եթե խնդիրը վերլուծում ենք ոչ թե սոսկ մեծ տրված սիմվոլների, բառերի շրջանակում կամ երևույթների, այլ փորձում ենք ավելի խորքային նայել, հատկապես արքետիպային խնդրի տեսանկյունից, ապա վերադարձի այդ մոտիվը չափազանց խորքային բնույթ ունի եւ կարող է մեկնաբանվել եւ հոգեբանական եւ գաղափարական եւ թեմատիկ եւ փիլիսոփայական, եթե հիշենք ստոիկների հավերժական վերադարձը, այդ բոլոր խորհրդանիշները կարող է կտականի ժողովի գիրքը, իհարկե այդ բոլոր խորհրդանիշները կարող են ընդգրկել կոնկրետ Վահան Տերյանի դեպքում, որքան էլ մենք այդ բանաստեղծությանը մեծ արժեք տանք եւ իսկապես չկնաղ բանաստեղծություն է, այստեղ պարզապես մենք գործ ունենք մասնավոր դրսևորման հետ, հա, վերադարձի, որովհետեւ այստեղ մի գլխավոր արքետիպ պետք է վերցնենք տունը, որպես վերադարձի ամենագլխավոր արքետիպ եւ մյուս բոլոր վերադարձները դիտենք այդ դիտանկյունից եւ որտեղ այդ տողով է սկսում կարծես թե փորձենք նաեւ դրա դիցաբանական, առասպելաբանական խորքերը տեսնել, որովհետեւ սկսած հին եգիպտական դիցաբանությունից, այն ժամանակվա մեկնաբանություններից տունը ընկալվում է որպես գլխավոր արքետիպ եւ տան սիմվոլը փաստորեն դեպի մահ, հա, կամ երկրորդ կյանք վերադարձն է, այսպես ասած, եւ պատահական չէ, որ հետագայում երկրի վրա ինչ որ ստեղծվել է ըստ ամենայնին, ինչ որ հարմարավետ է, որտեղ որ ցանկանում են մարդիկ վերադառնալ, գնալ, փակվել, ներփակվել, ստեղծված է բնականաբար դամբարանների կամ գերեզմանների նմանությամբ, բնակարանները, մեքենաները, չգիտեմ, պալատները, ցանկացած բան, եւ սա այն ամենակարևոր երևի թե արքետիպն է, որին մենք պետք է կարճենք։ Այս դեպքում ինչու եմ ասում Տերյանը մասնավոր, որովհետեւ այդ նույն ընկալումների մեջ տան արքետիպի հատկապես մայրը ընկալվում է որպես ամենակարևոր խորհրդանիշներից մեկը վերադարձի առումով, որովհետև տուն եւ մայր երևույթները նույնականացվել են եւ գրականության մեջ եւ ընդհանուր մտածողության մեջ, կոնկրետ մեզ համար, հայ մարդու համար եւ Տերյանի պարագայում այս դեպքում նաեւ իր կենսագրական տարբեր հանգամանքները համադրելով տունը, մայրը նաև դառնում են հայրենիքի, հայրենի եզերքի, հա, այդ ամեն ինչի խորհրդանիշ եւ սա նաև Տերյանի այն շրջանում գրված բանաստեղծություններից է, որ ինքը եւ հոգեպես եւ, չգիտեմ, բարոյապես շատ ամենատարբեր առումներով ուներ իսկապես հանգստի եւ որոշակի նիրվանայի կարիք եւ մայրը հայրենիքը տունը ընկալում են որպես այդ խաղաղության մոր գիրկը, գուցե նաև այդ, չգիտեմ, այն վայրը, որտեղից այդ ծնվելու վերադարձը դեպի այդ վայրը, այդ հանգստությունը, որ կարող ենք տեսնել, բայց ամեն դեպքում դու նախորդ հատվածում քո խոսքի ասացիր, որ այդ վերադարձը նաև դեպի մահը խորհրդանիշ ունի, այսինքն հանգստության այդ իմաստը, թե դա դիցաբանական, այսինքն նոր սկիզբ։ Այո, նոր սկիզբ, որտեվ չմոռանանք, որքան էլ հիմա կարող ենք հակադրություններ գտնել, հա, առասպելաբանական մտածողության մեջ եւ քրիստոնեական ընկալումների մեջ,
բայց այդուհանդերձ, եթե քրիստոնեական կերպ ընկալմամբ նաև բացատրենք, մահը նույնպես նորի սկիզբ է եւ վերադարձը այս դեպքում տուն նշանակում է շատ առումներով նաև մեկնակետ եւ Տերյանի այս բանաստեղծության զուգադրմամբ մի հետաքրքիր նաև պատկեր հիշեցի արդեն Ավետիք Իսահակյանի Աբուլ Ալա Մահարի պոեմից, միշտ մեկնաբանվել է որ երկու սրբություն կա, տես հենց դա է փախչելու այդ մոտիվն եմ ուզում բացատրել, հա, մեզ ընդհանրապես միշտ թվում է թե այդ վերադարձը այսպես հետ դարձի պարագիծ ունի, բայց Ավետիք Իսահակյանի պոեմով նաև ընկալում ես որ վերադարձը կարող է նաև սլացքի, հա, այդ քո նշած փախուստի նաև սիմվոլը լինել, ինչ առումով, որովհետև եթե հիշենք, ուր էր գնում Աբուլ Ալա Մահարին ի վերջո խորհրդանշական տեսանկյունից գնում է դեպի արևը, անմահ արևը, հա, եւ պատահական չի, որ այս առումով մենք երևի անպայման կանադառնանք փոքր մհերին, ուզենք չուզենք, հա, որտեղ տես փոքր մհերն էլ կարելի է մեկնաբանել փախուստի տեսանկյունից, բայց փոքր մհերի արարքն էլ ըստ ամենայնի շատ առումներով եթե արքետիպային տեսանկյուններից վերլուծենք, դա նույնպես վերադարձ է, հա, որտեղ մհերն էլ ըստ ամենայնի այդ արքետիպային տեսանկյունը հաշվի առնելով նաև այդ Լևոն Խեչյանը եթե հիշում եք մի Լևոն Խեչյանը հենց այդպես է մեկնաբանում արգանդը որտեղ պաշտպանված էինք այսինքն վերադառնում է միտեղ որտեղ պաշտպանված է իր նախասկզբին այնպես որ երբ որ ահա այս տեսանկյունից ենք նայում փախուստ եւ վերադարձ նույնիսկ տարբերակումներ չպետք է դնենք, որովհետեւ շատ հաճախ այդ փախուստները նույնպես յուրօրինակ վերադարձներ են։ Հետաքրքիր դիտարկում է իհարկե, եթե բանահյուսությունից խոսենք, հին գրականությունից եւ այլն, իհարկե այս մոտիվի թեմայի ամենապարկառուն, այսպես արտահայտությունը Հոմերոսի Ոդիսական պոեմն է, այո, եւ գուցե հետագայում նաեւ այս մոտիվները շատ ներշնչված են Տերյանն էլ ունի, ինչպես Ուլիսսը նորից եւ այլն, չէ։ Հիմա Ոդիսևսը այդ երկար արկածներից հետո տեսնելով ամեն ինչ, մերժելով սերեր եւ այլն, գալիս հասնում է մի կերպ Իթակե, տեսնում է Իթակեի կանաչ բլուրները, գալիս է դեպի հայրենիք, թե այդուհանդերձ դեպի կինն է գալիս, որովհետև այստեղ պոեմում հատկապես շեշտում է կնոջ հանգամանքը, որովհետև կինն էլ հավատարիմ է։ Հետագայում իհարկե դարեր անց Ոդիսևսի այս մոտիվը շատ ինքնահատուկ արտահայտություն է գտնում մեկ այլ մեծ գործի մեջ Ջեյմս Ջոյսի Ուլիսսես վեպում, որը հենց Ոդիսևսի անունով է, եւ այնտեղ էլ այս գլխավոր հերոսը ամբողջ օրը մեկ օրվա ընթացքում ոչ թե տարիներ ինչպես Ոդիսևսը պտտվում է Դուբլինով եւ հետո վերադառնում է իր անհավատարիմ կնոջ գիրկը շատ հետաքրքիր իհարկե պարոդիա պարոդիա եւ մոդեռն բայց այս շրջագայությունը որ մենք մարդը հերոսները օրվա մեջ շատ հագեցած օրվա ինչպես Ջոյսի հերոսն տարիների մեջ ինչպես Հոմերոսի Ոդիսևսն է եւ շատ ուրիշ հերոսներ անցնում են հաղթարում են փորձություններ նորից վերադառնում են Տես, այս դեպքում եթե փորձենք մի քիչ դուրս գալ ավանդական մեկնաբանությունների շրջանակից, նույն Ոդիսականի, հա, որտեվ սիմվոլները առաջին հայացքից հեշտ մեկնաբանելի են եւ հեշտ ընկալելի են, հա, բայց եթե փորձենք մի փոքր ոչ ստանդարտ ձևով նայել, ըստ ամենայնի եւ Իթակեն եւ Պենելոպեն մոտիվացիա են Հա, որովհետև եթե մենք Ոդիսևսի ամենատարբեր արկածները, ամենադաժան, հա, արկածները, ամենադաժան փորձությունները փորձենք վերլուծել, ուղղակի անիմաստ կլիներ այդ բոլոր չարչարանքների, տառապանքների միջով անցնել, եթե չկար այդ գլխավոր մոտիվացիան։ Այս դեպքում եւ ազդակը, որը հենց գեղարվեստական ստեղծագործության սյուժեի զարգացման հիմքն է։ Այո, դա էլ իր երթին, երբ որ արդեն հարցը դնում ենք պոետիկական տնից դուրս ես գալիս, պետք է ինչ-որ միտեղ վերադառնաս, ինչ-որ միտեղ չես գնալու մնաս։ Դեն Պարսևակի խոսք հիշեցի, ասում է, եթե բոլոր ճանապարհները լինեին լոկ գալու համար, ոչ թե գնալու։ Բայց ինքն էլ իր երթին ասում է, որ հանդիպումը բաժանումի սկիզբն է, այս կամ բաժանումը հանդիպման մեկնարկ եւ այնպես։ Քանես հավերժական շրջապատույտը կա։ Ես մի հետաքրքիր արտահայտություն հիշեցի արդեն ժամանակակից հայ գրականությունից Գուրգեն Խանջյանը մի պատմվածք ունի, կարծեմ նամակ ընթացքից վերնագրով, որտեղ այսպիսի մի արտահայտություն կա, պետք է լինի ինչ-որ մի հասցե, որտեղ նամակ գրես ժամանակ առ ժամանակ։ Ըստ ամենայնի, երբ որ մենք վերլուծում ենք նաև այս տան արքետիպը եւ այս խնդիրը, որ հիմա
նաև կապում ենք Ոդիսականի հետ, հա Իթակեն, Պենելոպեն, ահա այն հասցեն են, որտեղ կարելի է նամակներ գրել ժամանակ առ ժամանակ։ Որովհետև գրականության գլխավոր հասցեն, որտեղ շատ հեղինակներ են նամակներ գրում։ Այո, ստացվում է, որ սա նաև այդ վերադարձը եւ տան մշտական այդ գաղափարը պահելը նաև այդ հասցեի կոնկրետությունը, որտեղ էլի եմ ասում, ամեն ինչ վերածում է առանց հասցեի քաոսի եւ բացակայում է մոտիվացիան։ Եվ մյուս կողմից Ոդիսականը կրկին եւ գուցե առաջնահերթ որպես լավագույն իրացումներից մեկը անտիգրականության մեջ ցույց է տալիս նաեւ, որ ահա տունը որքան է որպես սիմվոլ որքան է կոնկրետացվում հաճախ եւ կարող է ասոցացվել եւ կնոջ հետ եւ մոր հետ եւ հայրենիքի հետ եւ բլուրների հետ եւ եթե մի քիչ մենք ընդհանրացնենք առանց սիմվոլների ինչ պակաս վերադարձի մոտիվացիա էր նույն Տելեմաքոսը, հա, որդին որտեվ այնտեղ դա էլ կա, չգիտեմ, նաև կարող են անձնական ինչ որ դրդապատճառներ լինել, որտեղ արիչ մոռանան, որ Ոդիսեքսի վերադարձ հետո բազմաթիվ մարդիկ պատժվեցին, բայց ես երբ որ մի քիչ էլ ավելի խորքային եմ նայում եւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Ոդիսեքսը բացակայեց, հա, Իթակեից կարծեմ 15 եւ ավել տարի, եւ բավական արդեն համարյա ծեր տարիքում հասավ ինքը Իթակե եւ սա էլ կրկին առաջ է մղում այդ տան արքետիպի ամենակարևոր ուղղություններից մեկը, որ այդուհանդերձ Ոդիսեքսը վերադարձավ մահանալու, այդուհանդերձ, հա, որտեղ սա նաև իր վերջի սկիզբն է, նաև եւ բայց միջ մահանալը, այո, դա արդեն գրականության համար գուցե էական չէ, այստեղ կարևոր են նաև այս ընթացքի փորձությունները, որոնք քեզ տուն են վերադարձնում այլ հոգեվիճակով եւ այլ էությամբ, որովհետեւ այս ընթացքում դու հասունանում ես եւ պատրաստ ես դառնում ինչ որ մի բան վերականգնելու, վերգտնելու կորցրածդ կամ նույնիսկ երբեմն լինում է, որ հենց տանն է միշտ լինում, նա ինչ որ դու փնտրել ես այդ ճանապարհներին, օրինակ մեկ այլ գործ էլ կարող ենք այս բանի ժամանակակից հիշել էլի, օրինակ Պաուլո Կոելյոյի Ալքիմիկոսը, եթե հիշես այս հայտնի պատմությունը, ամբողջ ընթացքում ինքը այդ ճանապարհորդությունների մեջ է եւ վերջում վերադառնում է այդ գանձը, որը փնտրում էր այնտեղ էր, որտեղ ինքը իր գառներին էր արածեցնում, բայց այստեղ ուրիշ մի բան հիշենք, մի քիչ գանք մեր գրականությանը, հին ավելի այսպես մեր սիրելի մի քիչ լուրջ տեքստերի, հայոց դարձի պատմությանը, մեր սիրելի Ագաթ Հանգեղոսի, եթե հիշում ես, մենք էլ այստեղ քննարկել ենք այդ խիզախ նավարկողների, նավորդների կերպարները, անչափ առինքնող ու հմայիչ, որոնք ձգտում են բաղձալիղզն է, ասում է Ագաթ Հանգեղոսի իր պատմության առաջաբանում վերադառնալ եւ պատմել այդ ճամփորդությունների մասին եւ հետո տեսնում ենք այս պատմության մեջ էլ երկու գլխավոր վերադարձողներ կան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Տրթատը, որոնք տարբեր հանգամանքներում տարբեր տեղեր են լինում, հետո վերադառնում են եւ միասին դարձի են բերում եւ մեծ մի բանի հիմք են դառնում։ Դες դա էլ ընդհանուր գլոբալ իմ կարծիքով մոտիվների մեջ է, հա, որովհետեւ այդ հայոց դարձի պատմությունը նախասկզբին գուցե վերադառնալու դարձ բառը այդ ձևով է հաճախ պատահական չի եւ պատահական չի որ նաեւ այդ ձևով է մեկնաբանվում եւ ընդհանրապես եթե փորձենք խնդիրը շատ մի քիչ նույնիսկ կոպիտ առումով լոկալացնել մենք կտեսնենք թե այդ վերադարձը ընդհանրապես մարդու եւ գրական հերոսի պատմական անձի եթե պատմագրությամբ են վկայագրվել յուրաքանչյուր արարքի էության մեջ է, հա, որովհետեւ ցանկացած արարք, որ կատարվում է պատմագրության մեջ, գրականության մեջ, դիցաբանության մեջ, հանգում է անպայման հանգում է ինչ որ վերադարձի։ Այդ առումով խոսել ենք շատ լավ հիշեցիր Տրթատի օրինակը նույն նա գնաց Կեսարիա, հա, սովորեց, կրթություն ստացավ եւ իրեն պատրաստում էր այդ Գրիգոր Լուսավորիչը Ռոմին, Կեսարիայում Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում Տրթատը ըստ ամենայնի պատրաստում էր իր վերադարձին, հա, եւ այս էլ շատ հետաքրքիր մոտիվ է նաեւ եւ գրականության մեջ մենք հետագայում օրինակ նոր գրականության մեջ որ վերլուծենք, տեսնենք օրինակ Ռաֆու, օրինակ Կայծեր վեպի հերոսների օրինակով, հա, մարդիկ գնում են, կրթվում են այդտեղ դեռ կհասնենք իհարկե։ Դրանք կհասնենք, բայց սա էլ զուգադրելու առումով հետաքրքիր օրինակ է վերադարձի, ահա, այդ պայմանով։ Այսինքն սա էլ որպես, չասեմ կարծրատի, բայց այնուամենայնիվ որպես խորհրդանշական կետ էլի դրված է մեր գրականության մեջ եւ ընդհանրապես տես Մեսրոպ Մաշտոցի օրինակը իրենց առաքելությունը գտնում են վերադառնում են իրականանալու, բայց նաեւ
հավատարմության համար, այս ու Գրիգոր Լուսավորչի դեպքում ուրիշ խնդիր էլ կա, նա գալիս է ծառայելու Տրթատին, որպեսզի քավի ծնողի մեղքը։ Էտել վերադարձի մեկ այլ խնդիր, տես նույն Մեսրոպ Մաշտոցի վերադարձը արդեն Եդեսիայի մեր գրականությունը իհարկե այլ վերադարձներ ունի Մեսրոպ Մաշտոցի վերադարձը, Մովսես Խորենացու եւ ընկերների փորձություններով լի վերադարձը, որով հետո գալիս է գրում է հայոց պատմությունը։ Եվ եթե մի քիչ շատ ավելի խորանանք Տիգրան Մեծի վերադարձը, ասենք Պարթևստանից Հազար Փարպեցին նեղացել եւ գնացել է Վահան Մամիկոնյանը համոզում եւ վերադարձնում է եւ գալիս է գրում է պատմությունը։ Դες ինչ ենք կարողանում անգամ այս օրինակներով ամրագրել, հա, հատկապես հին գրականության մեջ սա բնական էր, նոր գրականության մեջ մի քիչ ուտոպիկ գերանք ստացա, որտեղ նոր գրականության մեջ վերադարձը այդքան հավանական բան չէր համարվում, հա, ավելի շատ հեռանալը, փախուստը, հա, գորշ միջավայրերից, մենք հետո տեսնում ենք Ռաֆ ու Մուրացյանի վեպերում, մեկնարկը գորշ է եւ այդտեղ վերադարձը այդքան էլ ցանկալի չէ։ Բայց այստեղ վերադարձի ուրիշ մի մոտիվ է։ Բայց ես ուզում եմ անպայման շեշտել, որ մեր պատմագրության մեջ բոլոր վերադարձները նշանավորվում են պետական, քաղաքական, շատ կարևոր իրադարձություններով։ Այստեղ բայց ուրիշ մի բան կա, այսինքն միայն հայրենի հողում կամ այնտեղ որտեղ դու ծնվել ես, կարող ես ինչ-որ մեծ ու կարևոր բան ստեղծել։ Հատկապես պատմագրության դեպքում մեր հերոսների, այսինքն նրանք կարող էին մնալ Հռոմում, Եդեսիայում եւ չգալ, հա, այսինքն այստեղ հարային, այսպես շահի խնդիրը գուցե ինչ-որ մի բան ժողովրդին ծառայելու, այստեղ իհարկե էլի ինչ-որ բաներ գալ, տեսնելը, թեկուզ գալիս են, տեսնում են խորնացին ողբում է ուսուցիչները եւ այլն, արդեն չկային, որ ուրախանային իրենց հաջողություններով, բայց այդուհանդերձ պետք է վերադառնան եւ հենց այստեղ ստեղծեն այն ինչ-որ ստեղծելու են, այսինքն օգտագործեն այդ իմաստությունը, գիտելիքները, փորձը եւ այլն, եւ այստեղ ինչ որ մի մեծ բանի հիմք դնել։ Տես, այստեղ մի շատ կարևոր սիմվոլի հետ ենք նաեւ առնչվում, այդ հողի սիմվոլը, որ էլի անտիկ հունական դիցաբանության մեջ կա, հողից ուժ առնելու սիմվոլը, էլի վերադարձի առումով, տես այդ առումով մի փառահեղ դրվագ կա մեր պատմագրության մեջ, շատ հայտնի, բայց փառահեղ, Արշակ եւ Շապուհ դրվագը, որտեղ Հավտոս Բուզանդի հայոց պատմության մեջ, որտեղ ահա Արշակը փորձելու համար, Շապուհը փորձելու համար Արշակի նրան նաև հայկական հողի վրայով է անցկացնում, սա վերադարձը նաև յուրօրինակ էլի վերադարձի խորհրդանիշ է, որտեղ Արշակը այդ հողից ուժ է առնում եւ կարողանում է համապատասխան պատասխաններ տալ։ Այսա այդ քո նշած երևույթի շատ ավելի խորհրդանշացված ընկալում մեկնաբանումն է, որը այդ տան գաղափարի վերադարձի գաղափարի մեջ հողի ուժը, հայրենի հողի ուժը չափազանց կարևորում է եւ մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն գրականության մեջ գեղարվեստական հերոսների օրինակով, այլ նաեւ իրականության մեջ հիշենք նույն մի փառահեղ օրինակը Խաչատուր Աբովյանի օրինակը, հա, գալ, այդքան կուտակել, բայց գալ, ծաղկեցնել այդ ամեն ինչը հայրենի Աբովյանը էպիկական հերոս է, էպիկականը նույնիսկ ես պայնդացի, որ մի Ոդիսևս էլ Խաչատուր Աբովյանն է, էլի։ Այո, իհարկե, եւ այդ մեր բոլոր, չգիտեմ, նշանակալի հեղինակները, որոնք արտասահմանում սովորելու փորձառություն են ունեցել, այս մոտիվաշարը միջև, այո, մեր ժամանակները այս մոտիվաշարի միջով անցնում են, բոլոր այս դժվարությունները հաղթահարելով, վերադառնալով, հետո այստեղ խոչընդոտների հանդիպելով, հետո գուցե նահատակվելով, բայց ինչ որ մի կարևոր բան անելով, մի փոքր հանգրվանել մեր սիրելի էպոսում ունենանք, որովհետև էպոսի հերոսները իհարկե բոլորն էլ որբ են, բոլորն էլ ինչ-որ պատճառներով դրսում լինում են, հետո գալիս են վերադառնում են ինչ-որ բան անում են։ Սանասար Բաղդասարը գալիս են Բաղդադից, այդ ընթաց հիմնում են Սասնոբերդը, մեծ մեհերը գնում է, դավաճանում է եւ այլն եւ գտնում է իր մահը ըստ էության, բայց գալիս է այդ երթմնազանցության համար մահը գտնում է, բայց այդուհանդերձ զավակ թողնում է։ Սասունցի Դավթի մանկությունը անցնում է Մսրում, նա մի կերպ վերադառնում է փրկվելով եւ հետո պետք է շենացնի Սասունը եւ մի հոգի կա, որ չի վերադարձել, չնայած դու ասես ինքը իր տեղն է, բայց այն ինչին մենք ժողովրդով դարեր շարունակ սպասում ենք, փոքր մերը գնացել է եւ չի վերադարձել, խոստացել է վերադառնալ Արմենիկ։ Այս շատ հետաքրքիր բան է։ Տես, եթե էպոսի ընդհանուր կառուցվածքով նայենք, գիտես, ինձ լավ, որ շատ կուռ կառուցվածք ունի էպոսը եւ անկախ որ տարբեր ասացողներ են, հա, տրամաբանությունները շատ հուժկու հստակ են։ Հիմա այս դեպքում, եթե մենք ունենք 3 ճյուղերի դեպքում վերադարձ,
ինչու պետք է փոքր մհերը չունենան վերադարձ։ Ես ավելի հակված եմ մեկնաբանել նրա փակվել ագրավակարում, խոսքի սկզբում էլ դրա մասին խոսեցի, որպես վերադարձի խորհրդանիշ, եւ այստեղ գիտենք չէ որ փոքր մհերը ըստ ամենայնի ամենահին ճյուղն է այդուհանդերձ եւ նաեւ ամենաչմշակվածը, հա, քիչ պատնված է, այդ առումով նրանում է դիցաբանական շերտերը շատ ավելի խորն են։ Այդ առումով ես կարծում եմ, որ եթե փոքր մհերի կերպարը ճյուղը մենք մեկնաբանենք ավելի խորքային շերտերով, հենց դիցաբանական մնացորդներով, մենք կտեսնենք, որ այստեղ էլ նույն վերադարձն է, պարզապես վերադարձի մասին առասպելաբանական պատկերացումների համաձայն, հա, ավելի շատ են նշատստան արքետիպի մոտիվով է այստեղ ապահովում փոքր մհերի վերադարձը եւ ինչ վերաբերում է նրան, որ մենք ենք սպասում իր վերադարձին, սա բայց նա ամեն դեպքում տարվա մեջ 2 անգամ վերադառնում է։ Երևում է, էլի, դղնի տարվա մեջ 2 անգամ իհարկե երևում է, եթե մենք այո, սա մեկնաբանենք արդեն այս մյուս վերադարձի մոտիվով, սա արդեն երկրորդ վերադարձի այլ վերադարձի մոտիվ է, որը չի շղթում այն նախորդի վերադարձ լինելու գաղափարը։ Ես այսպես կմեկնաբանեմ։ Քրիստոս կարող ենք հիշել, վերադարձ, երկրորդ վերադարձ, գուցե երկրորդ գալուստ։ Այո, որին սպասում ենք շատ ավելի շատ։ Այո, եւ այս դեպքում իհարկե հայրենասիրական ինչ որ համատեքստով մեր ժողովրդի ակնկալիքների, հատկապես թշնամիների դեմ հաղթանակի եւ այլն փոքր մերը մերին կարող ենք դիտել ոչ թե քո ասած փիլիսոփայական, հոգեգիտական, արխետիպային ինչ որ վերադարձի համատեքստում, այլ զուտ ուղղակի ֆիզիկական վերադարձի, որը ինչ որ մի լավ բան առնվազն նշանավորելու է եւ բերելու է հայի փրկությունը։ Տես, այդ նաև մտածողության մեջ ժողովրդական մտածողության մեջ ամրագրված է, որին այլ առիթով կարող եմ սա քննարկել ենք, շատ նպաստել է նաև Սահակ Պարթևի տեսիլը, հա, եկող սպիտակ ձյու վրա, այո, ազգափրկիչ հերոսի եւ ըստ ամենայնի նաև դրանով է պայմանավորված մեր պատմության հետագա ընթացքի մեջ խոշոր անհատների, հա, Երևան գալը, դրան շուրջ ժողովրդի համախմբումը եւ Վարդան Մամիկոնյանը, հետագայում, չգիտեմ, Թեոդորոս Ռոշտունի, Դավիթ Բեկ, չգիտեմ, Զորավար Անդրանիկ այդ նորանկախ պատմության մեջ նման անհատների շուրջ համախմբումը ընկալում է որպես նրանց վերադարձի նշան։ Սա մտածողության մեջ իսկապես խորն է։ Բայց փաստորեն գրական հին արխետիպերի հետ է կապված, իսկ թե այդ արխետիպերը հետագա շրջանի հայ գրականության մեջ ինչ արտահայտություն կունենան, մենք կշարունակենք զրուցել հաջորդ հաղորդման ընթացքում, երբ վերադառնանք։